Պարոն Պապոյան, կրկին օհանավանում եք, եկել եք Սուրբ Հովանավանք պատարագի մասնակցելու, ձեզ համար ինչ խորհուրդ ունի, որ կարգալույց քահանան է խորան բարձրանալու պատարագ մատուցելու։ Բարև ձեզ, լավ եք երեխեք ջան, լավ եք։ Պապոյան, կրկին պատրաստվում եք նրանից Սուրբ հաղորդություն ստանալ։ Իսկ ով ասել, որ կարգալույց է։ Այրաթորը չէ նրան կարգալույց արես հոկտեմբերի 21-ին։ Ովքեր են կարգալույց արել, կարգալույց եղած մարդիկ, հա, ասենք այն մարդիկ, ովքեր որ ուրեմն ունեն մի քանի երեխաներ, բայց չպիտի ունենային այն մարդիկ, ովքեր իրենց հարազատների հետ կներեք էլի սրբապղծություններ են անում, այն մարդիկ, ովքեր որ հետևում են բարձրաստիճան քահանաներ, ինչ որ սեռական ոտնձգությունների մասին է խոսք գնում երիտասարդ ուրեմն տղաների նկատմամբ ու դրան որևէ արձագանք ոչ մեկ չի ասում, այդ մարդիկ երբևէ մայրաթոռում մասնակցել եք պատարագի։ Այդ մարդիկ, չէ, ես ասում եմ կներեք։ Երբևէ մայրաթոռում մասնակցել եք պատարագի, պատասխանեք խնդրում։ Սենց ասեմ ձեզ, շատ ուղիղ կասեմ, շատ լավ է, որ չեմ մասնակցել պատարակների, որտեղ քերակին դոմփողները պատարակ պիտի մատուցեին։ Սա ամոթ չեք ամաչում, այդ սրբապղծությունների, ինձ էլ ասում եք, գնամ սրբապղծություն իրականացած մարդկանց սրբապղծություններին մասնակցեմ, հա, ամոթ չեք ամաչում։ Սրբապղծություն չի հիմա, որ աշխարհիկ մարդը խորան է բարձրանալու։ Աշխարհի ամենամեծ չէ, այդ մարդը աշխարհիկ մարդ չի։ Այդ մարդը աշխարհիկ մարդ չի, աշխարհիկ մարդ գիտեք ով է։ Ինչով եք հիմնավորում, որ հիմնավորում եմ հետևյալ կերպ։ Փոխանակ ամոթ ամաչեն այն մարդիկ եւ բոլոր այն մարդիկ, եթե դուք եք մտածում, կներեք դուք էլ պետք է ամոթ ամաչեք, որ բանը եկեղեցու կանոնագրքում գրված է, որ մարդը չպիտի ունենա ընտանիք, պիտի չունենա երեխաներ։ Ասում ենք դու ունես երեխա, դու ունես երեխաներ ու ձեն ծպտուն չկա, որովհետեւ դա փաստ է, հետո այս մյուս բանը, հետո այն մյուս բանը, հետո այն մյուս բանը, մինչեւ մի գոռացեք են վրա, մի գոռացեք են վրա։ Իրենց ներքին կանոնակարգ չի, հայ առաքելական եկեղեցին այդ իրենք բանը չեն, իրենց հորդյուրքանը չի։ Եթե ձեզ համոզել են, որ եկեղեցին իրենց հորդյուրքանն է, ինձ ոչ մեկ դա չի կարող համոզի։ Ուղղակի ամոթ է, ժողովուրդ ջան, ամոթ է, խայտառակություն է։ Ես չգիտեմ, դուք բանը այն մարդիկ, ովքեր որ այս ամեն ինչի նկատմամբ լուռ են, ամոթ չեն ամաչում։ Դուք ես չգիտեմ։ Պարոն Պապոյան, ձեզ համար ընդունելի է, որ Ստեփան Ասատրյանի հետ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատունը դուրս են գալիս։ Իմ համար ընդունելի չի, որ մարդիկ կարան կոչվեն սրբազան ու գնան իրենց քերու կնոջ հետ, չգիտեմ, ինչ որ մարդկանց հետ եւ այլն հետ եւ այլն։ Ստեփան Ասատրյանից բացի այլ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատուն։ Ձեզ համար սա ընդունելի է թե։ Ասում եմ, իմ համար այդտեղ աշխարհիկ մարդիկ չեն եղել։ Ով ասել աշխարհիկ մարդիկ։ Մնացածին անուններով չեմ կարող ասել, բայց գնել Սարգսյանը Ես ասում եմ հետեւյալ, ես ասում եմ, որ այն մարդիկ, որոնք սրբապղծությամբ են զբաղված եւ մեր եկեղեցու կանոնակարգի բազմաթիվ կետեր խախտել են, ես դրա գիտակ չեմ, բայց ինչքանով որ ծանոթացել եմ, այդ կետերը գոնե խախտված են, կարող է էլի խախտված կետեր։ Մի ընդհատեք ինձ։ Դուք պատրաստվում մտնել։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում ինչու մյուսները մտան։ Ես չգիտեմ ով է մտել, ով չի մտել։ Ես ասում եմ, ինձ համար գերխնդիրը հետևյալն է, որ այն մարդիկ, որոնք որ հայ առաքելական եկեղեցին իրենց վարքագիծը սրբապղծությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ եկեղեցու գրած կանոնագրքով իրանք ոչ միայն եկեղեցական չեն կարող լինել, այլ պետք է գնան եւ աշխարհիկ կյանքով ապրեն, ինչը շատ նորմալ աշխարհիկ մարդիկ կարող են աշխարհիկ կյանքով ապրել եւ այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ ընդհակառակը ես օրինակ զարմանում եւ ամոթ եմ ամաչում, որ նույնիսկ կան մարդ, որը նորմալ է վերաբերվում դրան, էլ այսինքն դա նորմալ բան է, հա, կներեք։ Իրոք նորմալ բան եք դուք համարում։ Ձեզ ենք հարցնում, ձեզ համար։ Ես նորմալ չեմ համարում, ես եկեղեցին էլ պարակտեցինք սևերի սպիտակների։ Սենց պարակտելով ուր ենք գնում։ Եկեղեցու ղեկավարությունը հիմա հերթով տամ հարցեր։ Օրինակ կարող է ունենալ օրինակ մի քանի երեխա։
Ես arczepiskopos-ը կամ Իսկ դուք ինչու սպասեցիք, որ Նիկոլ Փաշինյանը Չէ, ես հարց եմ տալիս։ Կարող է ունել մի քանի երեխա։ Ես եմ ձեզ հարցեր տալիս։ Հիմա ես եմ այստեղ հարցեր տվողը։ Եկեղեցին էլ բաժանեցին Սևերի սպիտակների։ Սևերի սենց պարակտելով ուր ենք գնում։ Ասում եմ իմ հարցին կպատասխանեք։ Դուք որ իմացաք կաթողիկոսը դրժել է ուխտը։ Ինչու մինչ այդ չեք խոսում։ Ինչու մինչ այդ չեք, որ դուք իմացաք, ես մինչ այդ չգիտեի։ Չգիտեք, Նիկոլ Փաշինյանը ասեց նոր իմացաք ու այդ ժամանակ որոշեցիք քայլ անել։ Լավ, սենց պարակտելով ուր ենք գնալու։ Այսինքն եկեղեցին բաժանեց Սևերի սպիտակների, հավատացյալների, ոչ հավատացյալների։ Կներեք, ով է պարակտում եկեղեցին։ Եկեղեցին պարակտում է այն մարդը, ով որ կներեք, էլի բանը պետքա ուխտադրժության բոլոր այդ բաները մակարդակները հնարավոր եւ անհնար խախտելա ու պրծելա, այդ մարդն է եկեղեցին պարակտում, այդ մարդն է ժողովրդին եկեղեցից հեռացնում, թե մենք որ ժողովրդակարակ ասում ենք, այդպեսին չպիտի լինի մեր եկեղեցին։ Հետո էլ ուրիշ անգամները գիտեք, ասում եք, բան է, այլ եկեղեցական ճյուղերը զարգանում են, մարդիկ են իրենց մեջ ներգրավում եւ այլն եւ այլն։ Իսկ կարող է այդ պատճառները այս բաների մեջ, այս կարող է այս գործողությունն է, որ հենց պիտի բերի եկեղեցու մաքրման եւ մեր ժողովրդին բերի եկեղեցի, որովհետև կան բաներ, այդպես տաբուներ կան, չէ, չխոսելու մասին։ Մենք ինչ որ բաների մասին չենք խոսում, որովհետև չի կարելի ամոթ է, որ եւ այլն, բայց որոնց արդյունքում մենք այդ ինստիտուտները պղծում ենք, փչացնում ենք ու հետո էլ այդպես բաներ ենք, ճոռոմա բանություններով ենք զբաղվում, ներողություն եմ խնդրում, էլի ասում ենք, ես օրինակ, այս մեր ժողովուրդը հեռացել է եկեղեցուց։ Կներեք, բա ժողովուրդը ոնց չհեռանա այն մարդկանցից, այդ եկեղեցուց չի հեռացել, այդ մարդկանցից է հեռացել, որոնք որ սրբապղծություններ են անում։ Այսինքն այստեղ խնդիրն է անում, որ եթե եկեղեցուց չի հեռացել, բայց դե եկեղեցում սրբապղծությամբ մարդիկ են, ապա բնականաբար ժողովրդի եւ եկեղեցու կապի մեջ տեսակ ստացվում է անդունդ, ստացվում է ինչ-որ պատնեշ, որը պետք է լուծել։ Նիկոլ Փաշինյանն է արդար թե Աստված։ Ես փիլիսոփայական հարցերի չեմ պատասխանում եւ սա այդ տեղը չի եւ արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել եւ ես կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մեկ էլ դեպքում բնականաբար աստվածային արդարություն եւ այստեղ ես ասում եմ տեսել եք այդ մարդուն եւ տեսել եք Աստծո ով է ամենաարդարը, Աստված թե Նիկոլ Փաշինյանը։ Այդպիսի հարցեր չի կարելի տալ։ Ես ասում եմ, որ արդարության ընկալումները մեզանից յուրաքանչյուրի մեջ կարող են բնականաբար տարբեր լինել, բայց որպես անձ, որպես մարդ, նյութական էակ, ես կարող եմ ասել, որ վարչապետ իմ աշխատանքային փորձառությամբ ինքը շատ արդար մարդ է, բայց աստվածային արդարություն դա լրիվ ուրիշ մակարդակի եւ դա լրիվ ուրիշ խոսակցության մաս է։